1988-ի Արցախյան շարժումն ու դրան հաջորդած հայ-ադրբեջանական հակամարտությունը վերաիմաստավորեցին ու նախանշեցին պատմության ուսուցչի հետագա ուղին։ Խոր օրհնությունն ու լիակատար սատարումը ստացած Մեխակը Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մեկնում է Արցախ։ Այստեղ նա գիտակցում է, որ թշնամու դեմ պայքարի ելած հայ կամավորականների համար զենքից ու զինամթերքից էլ առավել ոգին է կարևոր։ Պատերազմական թողուբոհի մեջ նա քահանա բերեց կնքելու Էդիլու գյուղի բնակչությանն ու կամավորականներին, ինքն էլ դարձավ մկրտության կնքահայրը։ Եթե մենք ստեղծել ենք պետություն, ապա միայն բանակային պետական կառուցվածքներում կարելի է պայքարը տանել առաջ անհատական կռիվ էր, ինչպես ժամանակ մեր ֆիդայիները տարել են, այդ էտապն անցավ։ Էջմիածնի ջոկատի այնուհետև 5-րդ բրիգադի կազմում Մեխակ Մեխակյանը մասնակցեց Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլի շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Այդ ընթացքում նա 3 անգամ հրազենային վիրավորում ստացավ, սակայն դեռևս չապակինված կրկին շտապում էր առաջնագից։ Միշտ հարգանք էր վայելում, որտեղ ինքը փորձում էր ամեն ինչով պետք գալ իր ընկերներին, ինքը առաջինն լիներ, ինքը ինչ-որ բանով պետք գալ ու անում էր, ու ինքը կարողանում էր արագ որտեղ էլ ընկնել, ճիշտ կողմնորոշվել, տարածքը իրավիճակը ճիշտ պատկերացնել եւ ճիշտ քայլեր կատարել։ 1993-ին հերթական անգամ վիրավորված Մեխակին վստահվեց ներքին գործերի նախարարության 6-րդ գլխավոր վարչության բաժիններից մեկի պետի պաշտոնը։ Որոշ ժամանակ անց, սակայն, աշխատասենյակի պատերից ներս իր տեղը չգտնող Մեխակը դեռևս լիովին չապակինված մեկնում է մատաղիս։ Թշնամին նոր ուժեր էր կուտակում այդ ուղղությամբ, ջանալով հետ բերել կորցրածը։ Վերամիավորվելով մարտական ընկերների հետ, Մեխակը ձեռնարկում եւ իրականացնում իր վերջին մարտական գործողությունը։ Նա զոհվեց Թալիշի պաշտպանական մարտերի ընթացքում 1994 թվականի մայիսի 1-ին։